Ինչով է բացառիկ Բելգիան այս պայմաններում, այս ժամանակահատվածում, որովհետև Բելգիան միակ եվրոպական երկիրն է այս պարագայում, որ իր կառավարության ծրագրում հստակ դրույթ ունի Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման մասին եւ Ադրբեջանին համապատասխան քայլերի կոչ եւ նաեւ բելգիական կառավարության պատրաստակամություն այդ ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկելու համար։ Սա նաեւ պայմանավորված է բելգիական քաղաքական շրջանակների հետ եւ ֆլամանական եւ վալոնական եւ բրյուսելյան եւ նույնիսկ գերմանախոս շրջանակների հետ այն տարիների հսկայածավալ աշխատանքով, որ Հայդատի Եվրոպայի գրասենյակը իրականացրել է։ Իբր պատահական չէ, որ ամիսներ առաջ կարծեմ ամիսը ճիշտ չեմ հիշում, բայց գարնաններ Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում այս ձեր հիշատակած բանաձևի ընդունումից առաջ եւ այդ քննարկման հրավիրված էին մասնակցելու Հայաստանի Հանրապետության դեսպանը, Ադրբեջանի դեսպանը եւ Հայդատի Եվրոպայի գրասենյակի ղեկավարը։ Եվ այդ ժամանակ էլի Ադրբեջանի դեսպանը չկարողացավ, որ շատ տխրահռչակ պատմություններով է հայտնի, չկարողացավ զսպել իրեն եւ հակակարողջության, լուտանքների, սպառնալիքների երթական ալիքը տեղած Հայդատի Եվրոպայի գրասենյակի եւ նրա նախագահի հասցեին։ Բայց այդ հանրային ոչ թե հանրային, այդ լսման արդյունք եղավ, որ այդ բանաձևը ընդունվեց ձայների գրեթե միաձայն, թեթև տարբերություններ կարող է լինել։ Եվ բնականաբար խորհրդանի դիրքորոշումը պետք է պրոյեկտվեր նաև բելգիական կառավարության վրա եւ էլի Բելգիայի կառավարության խորհրդանի դիրքորոշումը։ Հիմա ինչ փուլում է դա եմ ուզում հասկանալ։ Դա որևէ փուլ չի ենթադրում, դա երկրի քաղաքականությունն է, քաղաքական դիրքորոշումն է Արցախահայության վերադարձի իրավունքի հետ կապված է։ Հատնում այնտեղ քննարկումներ, այդ նմանատիպ ինչ որ կոնֆերանսներ, առաջիկայում կլինեն Շվեյցարիայի մասով չեմ ասում, Բելգիայում չի բացառում, որ առաջիկայում որոշակի գործողություններ նորից կլինեն։